Այսօր կարծիքի տաղավարը հյուրընկալել ենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանին, նրա հետ խոսելու ենք վերջին ընտրություններից հետո տարվող քաղաքական հաշվեհարդարների մասին, քաղաքական բանտարկյալների մասին, Բարև ձեզ։ Ինչպես կգնահատեք վերջի իրադարձությունները, Արմեն Աշոտյանի ձերբակալումը, դրանից հետո Գագիկ Ծառուկյանի այդ պոլինգ բարձրացնելու այդ բերմականացումը, դրանից հետո նրա ձերբակալումը, Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը, ինչ կասեք։ Ազատություն եմ մաղթում նախ բոլոր քաղբանտարկյալներին, սա իրա այս իշխանությունների Նիկոլ Փաշինյանի թուլության նշանն է, թուլության ինքը, որտեղ տեսավ, որ նույնիսկ այդքան բռնաճնշումների, այդքան ռեպրեսիաների արդյունքում ինքը էլի պարտվեց, ավելի շատ մարդ իրան դեմ քվյարկեց, քան իրան կողմ, ու այդքանից հետո մի հատ էլ լկեղծեց, գողացավ նագլի, խլեց, ես ասում եմ չգողացավ, խլեց նագլի Բարգավաճ Հայաստանի ձայները։ Այս դրա համար ռեպրեսիաները շարունակում, որ ասենք թուլացնի ընդդիմությանը, որտեվ տենմա, որ ընդդիմությունը այսօր ուժեղ է։ Ու եթե հանկարծ ընդդիմությունը իրան ճիշտ պահի, իշխանափոխությունը կլինի։ Այսօր ընդդիմության սխալ պահվածքի արդյունքում է, որ սրանք հենց շարունակում են մնալ իշխանության։ Այսինքն որ էլի ընտրություններում պարտվեցին, սկսեցին կպնել Սերժ Սարգսյանին։ Փոխանակ թիրախավորեն Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին են կպնում, որ ասենք, եթե ասել ունի Սերժ Սարգսյանին, նա սաղին կարա ասի, 18 թվի թիվը եկեք հիշեք, սաղիտ մեղավորությունը ստեղ կա, 21 թվին սաղիտ մեղավորությունը կա, չէ՞։ Միակ մարդը, որը որ այս ամեն ինչում ոչ մի մեղավորություն չունի, դա Սերժ Սարգսյանն է։ Էդում գալիս են կպնում են Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը, իրանք պարտվում են կպնում են Հանրապետական, իրանք պարտվում են կպնում են Սերժ Սարգսյանին։ Այս բաները որ թարգվի, այսօրվա ռեսուրսը, այս ընդդիմադիր ռեսուրսը արդեն այնքան մեծ է, որը որ ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հեռացնել այս իշխանություններին առանց նույնիսկ դրսի աջակցության։ Այսօր դրսի աջակցություն մենք չունենք։ Արևմուտքը սաղ պահում է Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանն էլ չի խառնվում տենց։ Բայց այսօրվա մեր ռեսուրսը, ընդդիմադիր ռեսուրսը այնքան է, որ ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է այս իշխանություններին հեռացնել։ Ռեպրեսիաները դրա համար է այնքան, որտեղ զգում է, որ ուժեղ է ընդդիմությունը, զգում է, որ ուզում է թուլացնի, ընդդիմությանը գնալով ավելի թուլացնի, իսկ կոնկրետ Արմեն Աշոտյանի պահով բացի այն, որ Աշոտյանը ուժ է նաև, հանրապետական ուժը, նաև ինքը Աշոտյանին նախանձում է։ Ես սա մասն ասեմ, այդ նախանձն է նաև անձնական, որտեղ տենն է, որ բոլոր առումներով Աշոտյանը իրանից ուժեղ է։ Թե ասենք, թե իր ինտելեկտով, թե իր անցած ուղով, թե իր պետական, այսպես Աշոտյանը պատրաստի պետական ղեկավարը, որ ասենք տնես երկրի ղեկավար, համարում եք ղեկավար։ Այդ ամեն ինչով, նույնիսկ լեզվով, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ ուժեղ կողմ ունի, չէ՞ լեզուն է, որ լեզվով նրա լեզվի դեմ ոչ ոք չի կարա։ Լեզվով էլ Աշոտյան իրանք ջարտիկը կցենքում, որ գնան դեբատի։ Այդ դրա համար այդ անձնական նախանձն է։ Աշոտյանը գերազանցով դպրոցն ավարտե, գերազանցով մի երկու հատ համալսարան ավարտե։ Իրան համալսարանից հեռացրել են, այսինքն ոնց նայում է հայրենասիրությամբ։ Արա Աշոտյանը հելավ գնաց պատերազմ արա։ Հասկանու՞մ եք, այս պատերազմը Աշոտյանին սարքեց սավսեմ մի հատ ուրիշ մարդ, այսօր ինքը մի հատ ուրիշ մարդ է սավսեմ։ Այսինքն այս ամեն ինչը ոնց նայում է Աշոտյանն իրան գերազանցում է, անվիճելի ձևի, անմրցելի ձևի գերազանցում է, այդ անձնական նախանձն էլ կա դեպի Արմեն Աշոտյան։ Դրա համար է նաև Աշոտյանին բռնում, հան որպես ուժ, որ Աշոտյանը իրոք ուժ է։ Հանրապետականը ուժ է այսօր, դա համար հանրապետականի նաև ոչ թե մենակ ինքն է թիրախավորում, այլ ընդդիմության մեջի տականքներն էլ են թիրախավորում հանրապետականին ու Սերժ Սարգսյանին։ Ու նաև Աշոտյանին այդ անձնական նախանձն է նաև դեպի Արմեն Աշոտյան, այս Նիկոլ Փաշինյանի անձնական նախանձն է, որ անդադ Աշոտյանից արունավերցում։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Արմեն Աշոտյանին, ազատություն Գագիկ Ծառուկյանին, որ տենց նագլի ձևի իրար նկատմամբ վարվեցին։ Ես հիմա մի հատ նորից ուզում եմ մի երկու օր առաջ դիմեցի մեր սպորտսմեններին, որ գնան կանգնեն Գագիկ Ծառուկյանի կողքը, բայց այսօր արդեն ուզում եմ ոչ թե դիմեմ, այլ ուզում եմ մի հատ ամոթանք տամ։ Ամոթ ձեզ հայ սպորտսմեններ, ամոթ ձեզ, որ չեք գնում, չեք կանգնում Գագիկ Ծառուկյանի կողքը։ Սա պոլիտիկա չի, սա մարդկային առաջի հերթին պետք է մարդը լինի, հետո նոր գիտնական սպորտսմեն ու չգիտեմ ինչ։ Դուք սրանով ցույց եք տալիս, որ դուք լավ մարդ չեք, այսինքն մարդ չեք։ Ոնց կարելի է ուրանալ Գագիկ Ծառուկյանի արածը ձեզ։ Այդքան բան արել, արա։
Ժամանակին մի երկու հատ չեմպիոն ունենք, անգիր գիտենք։ Հիմա այնքան չեմպիոն ունենք, որ չենք էլ ճանաչում մեր բոլոր չեմպիոններին։ Այդ մարդու զասլուգանա, չէ՞։ Իհարկե շախմատը Սերժ Սարգսյանի զասլուգանա, շախմատի, այդ որ մենք գերտերություն ենք ֆուտբոլի հաջողությունն էլ Ռուբեն Հայրապետյանի զասլուգանա։ Մնացած սա սպորտը արդեն Գագիկ Ծառուկյանի շնորհքներ արա։ Այդքան բարեգործություններ արել, այդքան մարդկանց լավություններ արել, այդքան եկեղեցիներ կառուցել, որ ամեն օր այդ մեկտեմ ընդե մոմեկ վառում։ Բայց դու չեք ուզում այդ կանգնենք մի հատ այդ մարդու կողքը, որ նագլի ձևի այդ մարդու նկատմամբ նագլի բան արեցին։ Ամոթ ձեզ առաջերտի սպորտսմեններ, ամոթ ձեզ։ Տեսեք, մի երկու օր առաջ երբ էր Անժելայի մոտ հայելի ակումբում ես ընդեղից կոչ արեցի սպորտսմեններին, դրանից մի օր առաջ էլ իմ էջում գրեցի post-ով էլի, կոչ արեցի սպորտսմեններ հելեք կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Իսկ հիմա արդեն ամոթ անկեմ տալի ձեզ, ամոթ ձեզ սպորտսմեններ, դուք լավ մարդիկ չեք։ Այս սա կասեմ։ Ազատություն բոլոր քաղ բանտարկյալներին, ազատություն Արմանիս Սահակյան, մեռնեմ իր կյանքին, ազատություն Դավիթ Ղազինյանին, ազատություն Աշոտ Մինասյանին, նստածա չէ՞ էլ Աշոտ Մինասյանը, ազատություն իրան, բոլոր քաղ բանտարկյալներին ազատություն, ում անունել պայտակ բան չանեմ, միտքս չգա, ներողեղեք բոլոր քաղ բանտարկյալներին ազատություն, տնային կալանքում գտնվող տղեկին էլ ազատություն, դու ազատություն աշխարհի բոլոր կալանավորներին վաբշե։ Պայքարը որ պետքա շարունակվի, էդի միանշանակ տենց, հա նախ մենք ստեղ էլ ճիշտ դուրս եկանք, որ ասում ենք impeachment բերեք այն ժամանակ անենք, եթե այս նույն երանդով ոնց որ այս մեր քաղաքական ուժերը մասնակցեցին ընտրությանը, այդ նույն երանդով կպնեն impeachment-ում ես վստահ եմ մենք կհաջողենք, բայց ինչևէ, հիմա եկել ենք այս վիճակում ենք հայտնվել, պայքարը պետքա շարունակվի, ու ես մանդատները վերցնելը ճիշտ եմ համարում, որովհետև եթե պայքարում ես, մանդատը լուրջ գործիք է պայքարել ամրխի հրաժարվես։ Փողոցային պայքար են ասում, հարց չկա, մանդատը դրան խանգարում է։ Իմ կարծիքն եմ ասում, ես այն ժամանակ էլ որ մեր ընդդիմությանը մարդիկ ասում են, իմ շատ ընկերներ, այն ժամանակ էլ հիմա էլ հանգարցնես վիրավորական չհնչի, որ իրանց հակառակ եմ խոսում, այն ժամանակ էլ ասում են մանդատները վայր դրեք, ինձ շատ հարազատ մարդ։ Ես ասում եմ ախպեր, որ վայր դնեն, ի՞նչ է տեղ ունենալու։ Եթե պարլամենտը կցրվի հաթող տնեն, եթե քաղաքական ճգնաժամ կլինի հաթող տնեն, եթե դրսից ճնշումները այս իշխանությունների դեմ կուժեղանան կամ սկի ճնշում չկալ, ինչ որ ճնշում կձևավորվի դրսից ու դրսի ուժերի կողմից այս իշխանությունների դեմ, թող տնեն, բայց այդ ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Ընդհանրապես մենք կկորցնենք երկու հատ կարևոր գործիք, որը որ պայքարի համար մեծ նշանակություն ունի։ Հեչ որ չէ, կարում են այդքան քաղ բանտարկյալներին տենան, օրինակ, չէ։ Կարում են այդքան Եվրոպաներում խոսան, բարձրացանեն, խնդիրներ բարձրացանեն։ Ինչի՞ չլինի։ Վաղը չեմիս օրնել կարա impeachment-ի էլի թեմա առաջանա, որ այնտեղ ինչքան падգամավոր են հիմա այս մեր ընդդիմությունը։ Ինչքան են եկային, չէ։ Ինչ այդքան ունենաս, ինչ վաբշե չունենաս։ Ես ճիշտ եմ համարում մանդատները վերցնելը, թող մանդատները վերցնեն, փողոցային պայքարել կլինի, ինչ էլ կլինի, պայքարը շարունակվի, մանդատները ոչ մի պայքարի չի խանգարում։ Սա իմ կարծիքն է, որը որ միշտ այս կարծիքին եմ ես եղել, հիմա էլ այդ նույնն եմ ասում։ Այ, բայց կյանքը ցույց տվեց, որ մենք մի անգամ էլ ենք ճիշտ ուսեկանք, չէ, impeachment-ը։ Այս երանդով կպնեն impeachment-ին Նիկոլը հեռացած էր։ Բայց գիտեք խի չկպան impeachment-ին։ 4 ամիս հետո նոր մենակ ստորագրություն տվեցին։ Չկպան impeachment-ին դրա համար, որովհետև վախում էին, որ Դավիթ Համբարձումյանը կգա իշխանության, իրանք էլ էին տենում։ Այսինքն էլի մտածում են, արա Սերժ Սարգսյանը բա գա իշխանության։ Խի Սերժ Սարգսյանի ժամանակով ձեր համար վատ է եղել։ Երկրի համար շատ լավ է եղել, դի գիտենք, անձամբ ձեր համար, հարգելի ընդդիմություն, Հայաստան դաշինք, ձեր համար վատ է եղել, ի՞նչն է վատ եղել, մի հատ ասեք էլի։ Սերժ Սարգսյանը ու Գագիկ Ծառուկյանն այսպես բան կարային անեին։ Մենք էլ բերում են համեմատում են, մենք էլ մի պահ հարաբերությունները լարվեց, չէ՞ Գագիկ Ծառուկյանի հետ այն ժամանակ։ Էդի բերում համեմատում ես հետ, հələ մի հատ նայեք ինչ եղել այն ժամանակ ու ինչ հիմա, համեմատելու այ անամոթներ, որ էդի բերում եք համեմատում եք։ Համեմատելու է էդի։ Սա կասեմ։ Թշնամու հետ ընտրությունները գնալ չէր կարելի, էլի վերջը գնացին ու ձևավորվեց ազգային ժողովը։
Դե ես դրա մասին այն ժամանակ եմ խոսացել, Սևան ջան, ու ասել եմ, հիմա էլ նույնացնեմ, impeachment պետքա կպնենք impeachment-ին։ Իսկ եթե ընտրություններ գնում ես, եկել ընտրություն պիտի հետընծական process-ներով հեռացնես, ընտրություններով այս իշխանություններին հեռացնել հնարավոր չի, որովհետև կեղծելու է։ Ամենավերջում կեղծելու է, բռնելու է իր ուզած թիվը գրի։ Այսինքն ընտրություններով սրանց հաղթել հնարավոր չի, ես դա միշտ եմ ասել։ Իսկ impeachment-ով հնարավոր է։ Ես միշտ ասում եմ, նույնիսկ փողոցային պայքարով ավելի դժվար է հեռացնել այս իշխանություններին, քան impeachment-ով, որովհետև մի քանի падգամավոր են ժամանակ 20 падգամավոր էր, չէ՞ պակասում impeachment-ին։ 20 падգամավոր ավելի հեշտ է համոզելով, խնդրելով, հայրենասիրությունը արտնացնելով մեջները կամ հայրենասիրություն ծնելով մեջները բերես փուկում, դա ավելի հեշտ է, քան ասենք 100 հազարավոր մարդկանց հանես փողոց, օրերով, շաբաթներով, ամիսներով պայքարես։ Այսինքն impeachment-ը ամենալավագույն տարբերակն էր, որը մենք չարեցինք, սպասեցինք ընտրություններին ու ընտրություններում էլ պարտվեցինք։ Այն ժամանակ, որ մենք ասում ենք ախպեր, բերեք impeachment անենք, ընտրությունները կգայելի կմասնակցենք, ընտրությունն էլ պայքարի միջոց է։ Ընտրությունը պետք է լինի մեր համար ընտրությունները գնել պայքարի միջոց ու հետընծական process-երով Նիկոլին հեռացնելու համար։ Պայքարի միջոց, ընտրությունները որպես պայքարի միջոց, ոչ թե ընտրություններով դու հաղթես կամ երկու հատ մանդատ վեկալես։ Այդ դա պիտի լինի նպատակը։ Բայց մինչև ընտրություններին հասնելը մենք ասում ենք այ ախպեր ջան, բերեք impeachment անենք։ Impeachment-ով ավելի ռեալ է, չէ՞ հեռացնել։ Մեզ ասում են, կհիշեք, էլի ասում են, չէ, Գյումրի դվա, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սենց գրում էին, ասում են, որ հնարավոր չի ընտրություններով հեռացնել, խնդրեմ Գյումրի դվա։ Գյումրի դվական են, խնդրեմ Գյումրի օրինակը, տենց են ասում։ Մենք էլ ինչ ենք ասում, ես կոնկրետ, ես ինչ եմ ասել եմ, այ ախպեր ջան, Գյումրիում Նիկոլը թողեց, որ հաղթեք, որովհետև որ Գյումրիում փոխվում է, ընդդիմությունն է դառնում Դե իշխանությունը վերցնում ոչ մի բան երկրում չի փոխվում։ Էլի իշխանության մնում է Նիկոլ Փաշինյանը։ Հատե խիպտի կեղծի, հատե չի կեղծի։ Աշխարհին է ցույց տա, ասում տեսեք ընդդիմությունը հաղթել է, Գյումրիում էլ է հաղթել, ընդեղ էլ է հաղթել, ընդեղ էլ հաղթել, դե պետք տեսանք հետո ինչ եղավ Գյումրիում։ Սաղ տեղն էլ հաղթող Անդիմադիր քաղաքապետներին համանքի ղեկավարներին սաղին էլ կպելա նստեցելա ռեպրեսիաներա կիրառել սաղի նկատմամբ, չէ՞։ Այսինքն այնպես չի որ հաղթում են իսի ինչ ալում։ Ամենավերջում որ հաղթում են, լավ, Գյումրին եղավ, Գյումրի դված տեղ եք ուզում անեք։ Գյումրին եղավ, ընդդիմությունը միավորվեց, հաղթեց։ Ինչ տեղ ունեցավ, ոչ մի բան։ Փոխվեց Նիկոլը, չէ։ Իսկ որ Նիկոլը փոխվի, զգա փոխվի չի թողի արդեն։ Դա արդեն կեղծի, չի թողի։ Ես էդ էի ասում եկավ տեսակ որ կեղծեց։ Տեսակ որ Բարգավաճի ձայները նագրի տարավ։ Ու որ մի քիչ էլ ավելի բան լինել, էլ ավելի կեղծեր, բայց չէր տա իշխանություն, այսինքն ընտրություններով իշխանություն անհնար է Նիկոլից վերցնես։ Նիկոլից իշխանությունը կարաս վերցնես օրինակ impeachment-ով։ Նման կարգի ճանապարհով impeachment-ը այն ժամանակ Սերժ Սարգսյանին, ես ասում եմ Սերժ Սարգսյանին շախմատային հզոր քննարարություն ես ինչ խոդիրոք արեց, որ բան տեղից մեկը մտնեց խոդ արեց, որ զգում էր որ շատ մոտ է Նիկոլին հեռացնել։ Եթե ընդդիմությունը կպներ impeachment-ին, իրոք կպներ, էլի չգային ու փորձեին տակից խանգարեին։ Իրոք իսրդե կպնեին impeachment-ին, Նիկոլին մենք կարանք հեռացնեինք։ Այսինքն որ նպատակ դնեին Նիկոլին հեռացնել, այսօր էլ ընդդիմությունը, որ անկեղծ նպատակ դնի իր առաջ Նիկոլին հեռացնելը, ես վստահ եմ կարանք հեռացնենք, որտեղ այդ ռեսուրսը կա։ 50% պլյուս 1 արդեն քվյարկել է, որ Նիկոլը հեռանա։ Այդքան մարդ ավելի շատ մարդ քվյարկել է Նիկոլին դեմ, քան Նիկոլին կողմ։ Հիմա այդ ռեսուրսը պետք է կարանք ճիշտ օգտագործենք, բայց ճիշտ օգտագործելու համար էլ չպետք է թիրախավորեն մեկը մեկին։ Իսկ ով է մեկը մեկին թիրախավորում 18 թվից հակասերժական տականքները, ես ինձ տենց եմ ասում, հայ ազգի թշնամիները 18 թվից չէ, 18 թվին ով որ Սերժ Սարգսյանին մերժել է, ես իրանց համարում եմ սխալվել են։ Բան չեմ ասում, բայց 20 թվի պատերազմից հետո ով որ շարունակում է Սերժ Սարգսյանին մեղադրել, առավել եւս մեղադրել մի հատ էլ Նիկոլ բերելու, Նիկոլ պահելու, Նիկոլ պաշտպանելու մեջ, դրանք ազգի դավաճաններ են, դրանք պետական դավաճաններ են, դրանց ճակատին դի գրես, յարլիկը կպցնես որպես պետական դավաճան։ Եթե ես իշխանություն ունենամ, դրանց սաղին չեմ նստեցնելու, ես որ իշխանություն ունենամ ոչ ոք չի նստի, բայց պետական դավաճանի յարլիկ կկպցնեմ բոլոր դրանց ճակատին, որ ուրետա սախտենան գրածա պետական դավաճան, ազգային դավաճան, հայ ազգի դավաճան, որտեղ դրանք են դավաճանները, դրանք են այսօր պահում Նիկոլ Փաշինյանին կամ ամենավերջում անբարոյական քայլ են անում, անբարոյական։ Ես սիրում եմ խոսամ փաստերով,
փաստը որ սաղը թելեք Սերժիկ մերժի 18 թվին արա սաղը պահանջել եք իր հրաժարականը Սերժ Սարգսյանին խոսքերը շատ ուժեղ խոսքեր է հանրապետականն էլ այս վերջերս էլի պատտում է որ ասում է ինչ շահեցին իմ հրաժարականը պահանջողները ինչ շահեցիք դուք եք պահանջում արա ձեր պահանջն է կատարել որտեղ հակառակը որ անել ավելի վատ էր ելնելու ու հիմա դուք պահանջողներով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներով ասում եք Սերժն է մեղավոր խի հրաժարական տվեց հեչ պահանջեիք չտար Ուրեմն դուք մեզ ձեզ չեք ասում ես ինչ քաք էինք ուտում որ Սերժին հրաժարականն են պահանջում ասեք Սերժը խի մեր պահանջը կատարեց սաղը տնտեղ եք եղել արա սաղը Լավ զապիսները կա, հայտարարությունները կա, ձեր գրառումները կա, սաղ կա, չեք կարող ասեք չենք եղել։ Թող հանրապետականը չքվյարկեր, որ ասում են փաստեր ողջում, ասում ախի փաստ չի, որ հանրապետականին 10 հոգին քվյարկել են, էդի փաստ չի։ Հա փաստ է, բայց ինչ պայմաններում են քվյարկել։ Ասկա այ անասուն, է 10 հոգն եմ ասում։ Ասում այ անասուն, որ զենքը դնեմ գլխիդ, ասեմ էլ չեբի փողերը դադարգի։ Ես էլ եմ մեկ դու է։ Ուրեմն դու զենքը գլխին տնողին չես մեղադրում որ զենքը գլխին ցախ դուք եք զենքը դրել Սերժի գլխին ասում եք հրաժարական տուր հանրապետական գլխին իսկ այն որ ստիպված հանում ասենք ոնց որ մտնեմ տուն հետ մեռնեմ կյանքից զենքը դնեն երեխուդ գլխին մորդ գլխին սաղի հորդ ասեն սպանել ենք սաղ վառել ենք ոսկիները դու հանես 10 դու ես մեղավոր թե զենք դնողը հանես 10 որ երեխուդ փրկես դրանով երեխուդ մորդ հորդ որ չբռնաբարեն չսպանեն ու դու ես մեղավոր հետո դու էդի չարիքի փոքրագույնն ես ան էդի տալես որ այն փրկես ու հետո այս զենքը դնողները մեղադրեն քեզ հələ մենք քեզ մեղադրում դու ես զենք դնողը եղել արա փողոցում գտնվողները սաղ 18 թվին զենքը այդ ռազմոյ անողներն էին բոլորը կոալիցիա կազմողներով բոլորը գիտակցված թե չգիտակցված արել եք Բայց որ հիմա շարունակում եք այդ ասել, մեղադրել Սերժ Սարգսյանին, այդ արդեն անբարոյականություն է։ Օրինակ Գագիկ Ծառուկյանին խեմ հարգում նաև շատ։ Ինքն էլ է, չէ՞ կոալիցիայում եղել, ջուր բաժանել ժողովրդին հիշում եք, չէ՞։ Ինքն էլ հելավ միացավ ժողովրդին հելավ Սերժ Սարգսյանին դեմ։ Մարդը սխալվեց, բայց 20 թվից հետո Գագիկ Ծառուկյանի բենից լսած չկա, որ մի հատ ասի Սերժը ես ինչ արեց, այստեղ Սերժը սարքեց։ Ոնց որ դուք եք ասում։ Մարդը սխալվել է, մի հարց չկա, սխալվել է, ինչ կա դրա մեջ, սաղ ազգն է սխալվել։ Բայց որ 20 թվի պատերազմից հետո եք շարունակում Սերժ մերժել, հələ մի հատ էլ մեղադրել Սերժին 18 թվի իրադարձությունների մեջ կամ Նիկոլ բերել պահելու պաշտպանելու մեջ, դուք անբարոյականներ եք, դուք քաղաքական պոռնիկներ եք, ես ասել եմ միշտ։ Ու բերում հանրապետական մի 10 հոգում Համեմատեն մնացած հետ, ասում խի քվյարկեց, որտեղ որ չքվյարկեն, ավելի վատ վիճակ էր ելնելու, շատ ավելի վատ վիճակ էր ելնելու։ Մայիսի 1-ին քվյարկեցին, չքվյարկեցին, չէ։ Մեկն Աղվան Վարդանյանն եղել, որ չի քվյարկել։ Նրան հիմա են փորձում փչացնեն։ Այս հայտարարություն արային հայտա, որտեղ հաբիկվա Սերժին մեղադրելը ավելի վատ բան է, քան վաղ Սերժի դեմ քվյարկելը։ Այսօր 20 թվից հետո Սերժ մեղադրելը, դա ավելի անբարոյական, հենց դրանք են անբարոյականները, 18 թվին մեծ մասը չի հասկացել, ես որ 18 թվին ոչ մեկին բան չեմ ասում, չեն հասկացել, խաբվել են, դի խելք ունենային մեկ էլ տուղ, որ կանային Սերժի կողը կանգնեին, այդ ժամանակ 18 թվին, դե այդքան էդի ամեն մարդ չուներ, սխալվել են, բան չեմ ասում, բայց 20 թվի պատերազմից հետո արդեն Սերժ մեղադրելը, դա դավաճանություն է, դա ստրիկայություն է, դա անբարոյականություն է։ Իսկ այդ վերջերս մամուլում այդպես վիդեո է տարածվում համացանցում, որ Արամ Սարգսյանը Հա եղբայրը ինչ-որ վիդեոյի մեջ ասում է, որ բան է, մենք կարող ենք գազ բերենք Նիդերլանդներից Ես խալ ասում Արամ Սարգսյանը, ես ուղղակի տեսեք Սեմանյան, շատ մարդիկ դա նայում են, ուզում են մեկնաբանել, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին է։ Ուրեմն մեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից։ Ուր ուզում ես բե, ես Արամ Սարգսյանն այսքան ժամանակ վիրավորած չկամ։ Տեսեք, իրան ասում են քույրիկ, էսյանյան, չէ։ Մի հատ վիրավորական բառ ասած չկամ, որտեղ ինքը Վազգենի աղբերն է։ Եթե Վազգեն Սարգսյանին հարգում ես, իրա թեկուզ քույրիկին էլ պիտի հարգես, չպիտի վիրավորես, հասկանում եք։ Ես կյանքում այսքան ժամանակ Արամ Սարգսյանին վիրավորած չկամ։ Իրա քաղաքական գիծը вообще չեմ ընդունում, Արմեն Սարգսյանին շատ եմ հարգում, մյուս աղբորը Վազգեն Սարգսյանն իրան շահյանի ворցա, էնի ворցա, բայց Արամ Սարգսյանն էլ ես
ոչ մի վատ բան ասած չկան, իր նկատմամբ էլ հարգալից են վերաբերում, որտեղ ինքը Վազգենի աղբերն է, Վազգեն Սարգսյանի։ Բայց ինչ վերաբերում է Նիդերլանդներից գազը բերես, ուրդից ուզում ես բեր, հարց չկա, ուզում ես բանից բեր, Անտարկտիդայից բեր, որտից ուզում ես բեր, բայց ոչ ռուսների դեմ։ Հակառուսական քայլերը մեր համար կործանարար են։ Ինչ ուզում ես արա, ինչ տնտեսական գործունեություն ուզում ես ծավալի, ինչ ինձ նայ Վարդան ջան։ Ինչ տնտեսական գործունեություն ուզում ես ծավալի, ում հետ ուզում ես լավ հարաբերություններ հաստատի, շատ լավ է, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանի դեմ գնալով դու կկործանվես։ Դու ոչ թե միակ տնտեսապես կտուժես, այլ կկործանվես, մեր անվտանգության համար էլ արդեն խնդիրներ, լուրջ խնդիրներ կառաջանան։ Մեր գոյության համար լուրջ խնդիրներ կառաջանան, եթե մենք գնանք Ռուսաստանի դեմ, խնդրեմ Ուկրաինան ձեզ օրինակ էլի։ Ուկրաինան, որն դե սաղ Եվրոպան է, կապած Ուկրաինային։ Դե համար այսքան կարում դիմադի, այսքան կարում առնակամլնի ու ոչնչանա։ Հակառուսական քայլերը կործանարար են։ Ռուսաստանից մաքսիմալ հեռու ու Եվրոպային մաքսիմալ մոտ մենք եղել ենք Սերժ Սարգսյանի օրոք։ Սերժ Սարգսյանի օրոք, իսկ դրանից ավել արդեն արկածախնդրությունը, որը կտանի Հայաստանի կործանման, ցեղասպանման, պետականության կորստի, ոնց որ Ղարաբաղում եղավ։